Բարի երեկո։ Հակտիվի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Այս ժամի համար առանձնացրել ենք օրվա ամենակարևորը։ Համացանցում սուտ եւ մոլորեցնող տեղեկություններ էին տարածվել, որ մահացել է ԴՕ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։ ԴՕ կուսակցությունը հայտարարություն է տարածել։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ մի անձ Արմեն Պողոսյան անուն ազգանունով սուտ եւ ապա տեղեկատվական լուրեր է տարածել ԴՕ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ։ Տեսանյութում Պողոսյանը փորձում է ստեղծել կեղծ պատկերացում, պնդելով, թե իբր ամերիկյան բոլոր լրատվամիջոցները անդրադարձել են այդ թեմային։ Իրականում նման տեղեկություն որևէ ամերիկյան կամ այլ հեղինակավոր լրատվամիջոցի կողմից երբևէ չի հրապարակվել։ Այս հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև ուղղակի հարված են հասցնում Վարդան Ղուկասյանի անունին եւ հեղինակությանը։ Նկատի ունենալով, որ ապա տեղեկատվությունը տարածվել է ԱՄՆ տարածքից կամ այնտեղ հասանելի հարթակներով, այս պահին ձեռնարկվում են իրավական քայլեր։ Մոտ օրերս համապատասխան տեսանյութի եւ բոլոր փաստական տվյալները կուղարկվեն Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքի իրավապահ մարմիններին քննության եւ իրավական ընթացք տալու նպատակով։ Նման դեպքերը ոչ միայն խաթարում են անձի պատիվն ու արժանապատվությունը, այլ նաեւ խաթարում հանրային վստահությունը տեղեկատվական դաշտի նկատմամբ։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը պաշտպանելու Վարդան Ղուկասյանի իրավունքները ու անունը ցանկացած հարթակում, լինի դա Հայաստանում, թե արտերկրում։ Դեպքին անդրադարձել է Վարդան Ղուկասյանի փաստաբան, հայտնի իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանը։ Ցանցով տեղեկություն է տարածվել, որ Վարդան Ղուկասյանը գաղթել է։ Լուրը իրականությանը չի համապատասխանում։ Ժամեր առաջ են խոսել պարոն Ղուկասյանի հետ։ Իսկ նման սադրիչ տեղեկություն տարածողով կարող եմ ասել հետևյալը. բնության մեջ ամեն կենդանի իր դեր եւ նշանակություն ունի։ Ըստ նախնական տվյալների ճշտվել է տվյալ անձի ապրելու վայրը, ներկայանում է որպես նախագահի տեխնացու, միջազգայնագետ, ամերիկագետ, գրող, հրապարակախոս, արձակագիր, Հայաստանի ժողովրդական արտիստ։ Իմ կողմից էլ ավելացնեմ, թող դեպի բացարկու բոզի տրա։ Եթե 24 ժամվա ընթացքում տվյալ անձը հրապարակային չերքի իր սադրիչ հայտարարությունը, ներողություն չխնդրի, չասի թիրով է պատվիրատուն, կհամարայնվասվի տվյալ անձի հասցեն բոլոր տվյալները, հեռախոսահամարը եւ կհանձնվի հանրության դատին։ Ինչպես նաեւ իրականացվի իրավական գործառույթ, տրվելու ինչպես կատարած արարքի իրավախերական գնահատականը, այնպես էլ տվյալ ինքնահռչակ անձի, նախագահի տեխնացու, ամերիկագետ, գրող, հրապարակախոս, արձակագիր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բոզի տվու իրավախերական գնահատական։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 15-ին նա մեղավոր էր ճանաչվել դատապարտվելով ազատազրկման 5.5 տարի ժամկետով։ Պաշտպանական կողմը 2 անգամ ներկայացրել է վճարաբեկ բողոք, որոնցից առաջինը հետ էր ուղարկվել ու ժամանակ տրամադրվել սխալները շտկելու եւ կրկին բողոք ներկայացնելու համար, ինչից հետո ներկայացված երկրորդ բողոքը վարույթ չի ընդունվել։ Ըստ այդմ մեղադրական վճիռը սեպտեմբերի 26-ին մտել է օրինական ուժի մեջ։ Հարությունյանը օրեր անց տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։ Ըստ մեղադրանքի նա զբաղեցնելով պաշտպանական բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով գեներալ լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ, հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար, ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես ըստ քրեական գործի հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի տեղակալի հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը ըստ գործի հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափամամիջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից զգուշացնում են համացանցի միջոցով խաբեության մասին։ Կրկին հիշեցնում ենք,
Զգուշացեք համացանցում ձեր կողմից տեղադրված ապրանքի վաճառքի հայտարարությունով ձեր հետ կապ հաստատած գնորդների ծուղակներից։ Եթե ձեզ հետ կապվել են հեռահաղորդակցման հավելվածի միջոցով, WhatsApp, Viber, Telegram, առաջարկում են ձեր կողմից վաճառվող ապրանքը գնելու, գումարը իբր ձեր բանկային քարտին փոխանցելու կամ վաճառվող ապրանքի առաքման համար էլեկտրոնային պայմանագիր կնքելու համար տրամադրել ձեր բանկային քարտի տվյալները, այդ թվում նաև SMS հաղորդագրությամբ, ստացված բանկային կոդը, լուսանկարների տեսքով կամ գնորդի կողմից ուղարկված հղումով մուտքագրելով անձնական եւ բանկային քարտի տվյալները ոչ մի դեպքում չվստահեք։ Արդյունքում այս եղանակով հանցագործները ձեռք բերելով բոլոր անհրաժեշտ տվյալները հափշտակում են ձեր բանկային հաշվում առկա գումարները։ Խուսափելու համար հափշտակության զոհ դառնալուց երբեք մի տրամադրեք ձեր բանկային քարտի լուսանկարները երրորդ անձանց։ Երբեք մի մուտքագրեք ձեր բանկային քարտի տվյալները եւ SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ կասկածելի կայքերում մի տեղադրեք։ Իսկ եթե արդեն իսկ դարձել եք նմանատիպ հանցագործության զոհ, անմիջապես կապվեք ձեր բանկային քարտը սպասարկող ընկերության հետ, հայտնեք ոստիկանությանը հանցագործության դեպքի մասին, պահպանեք հանցագործների հետ վարասնամակագրությունը իրավապահ մարմիններին ներկայացնելու համար։ Համացանցում ձեր անվտանգության ապահովումը սկսվում է ձեր զգոնությունից, ասվում է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանից կրկին հայտարարում են, խաղաղության պայմանագրի կնքման համար Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը պետք է փոփոխվի։ Այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Բայրամովն ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ ձեռնարկվելիք հաջորդ քայլերը եւ Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ այսպես կոչված տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը։ Նշվում է նաև, որ կողմերը դրական են գնահատել ԵԱՀԿ ինստիտուտների Մինսկի գործընթացը, գործող նախագահի հատուկ ներկայացուցչի եւ բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը կասեցնելու որոշումը, որոնք իբր թե կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը։ Apple-ը ներկայացրել է նոր iPad Pro-ն, որը կլինի ամենահզորը շնորհիվ նոր M5 չիպի։ M5-ը ապահովում է iPad-ի ամենաառաջադեմ փորձը, ապահովելով անհավանական հզորություն եւ արհեստական բանականության կատարողականություն iPad Pro-ի կերպփոխադրելի դիզայնում։ Ընկերությունը գնահատում է, որ նոր չիպը կապահովի մինչև 3.5 անգամ ավելի արագ կատարողականություն, քան M4-ով հագեցած iPad Pro-ն եւ մինչև 5.6 անգամ ավելի արագ կատարողականություն, քան M1-ով հագեցած iPad Pro-ն։ Բարելավվել է նաեւ ինտերնետ կապը։ iPad-ը ներառում է նոր N1 չիպը, որը աջակցում է անլար տեխնոլոգիաների վերջին սերնդին, այդ թվում Wi-Fi 7-ին, մինչդեռ CMX բջջային մոդեմը ապահովում է մինչև 50% ավելի արագ արագություն։ Մոդելները հասանելի կլինեն միայն Wi-Fi-ով եւ կրկնակի թողունակությամբ կապով։ Նոր iPad-ը հասանելի կլինի 11 դյույմանոց կամ 13 դյույմանոց չափսերով եւ կլինի սև եւ արծաթագույն գույներով։ Օպերացիոն համակարգը iPadOS 26 է։ Պահեստավորման տարբերակները կլինեն 256 գիգաբայտից եւ 212 գիգաբայտից մինչեւ 1 տերաբայտ եւ 2 տերաբայտ։ Հիմնական կոնֆիգուրացիան ամանում կսկսվի $999-ից։ Եվ վերջում օրվա տեսանյութ՝ բարությունը կփրկի աշխարհը։ Ինչպես են վատ եղանակին Վրաստանում հոգ տանում թափառող շների նկատմամբ։ Այսօր այսքանը։ Մնացեք Փակ TV-ի հետ լուրերի հետքերով։